Առավոտյան կարճ մարմնամարզությունը կամ ցանկացած տաքացման վարժություն օրվա ընթացքում 2,5-ից 6 ամսական փոքրիկի համար մոտավորապես այսպես կլինի։ Սկսում ենք ձեռքերից։ Այսպիսի վարժություններ ուղղելու համար։ Այսինքն ձեռքերը ուղղում ենք նուրբ, բայց հաստատակամ շարժումներով։ Հիմա շնչառական մարմնամարզություն, ձեռքերը բացելով։ Կարելի է այսպես, եթե փոքրիկին դուր է գալիս, ավելացնել խաղային տարրեր, անել բավականին հաճախ, որովհետև երեխաների մոտ շնչառության հաճախականությունը ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ։ Հիմա այսպիսի շարժում ձեռքերով, որպեսզի մեր հոտերը ամբողջությամբ վեր բարձրանան։ Այսպես, և հիմա կարելի է այսպես, շրջանաձև շարժումներ և նորից շրջանաձև շարժումներ։ Ահա այսպես, ոտքերի համար, ոտքերը դեպի փորիկը, ոտքերի ծալում, սկզբում միասին, հետո հերթով, հիմա միասին, հերթով, հեծանիվ, պտտվող շարժումներ կոնքի հոտերում։ Եթե երեխայի մոտ ոտքը դժվարությամբ է դուրս գալիս դեպի դրսի կողմ, ապա անում ենք այսպիսի թրթրացող շարժումներ մի կողմից, հետո մյուս կողմից։ Այո։ Թփթփացնենք ոտքերը։ Թփթփացնենք ձեռքերով։ Կարելի է փորձել ոտքերը հասցնել փորիկին, եթե երեխայի ոտքերը լարված չեն և նրա մոտ ստացվում է։ Հիմա շրջում ենք փորիկի վրա, սովորեցնում ենք երեխային շրջվել։ Կարելի է նրան թեթև օրորել, եթե դեռ շուտ է շրջվելու համար, կարելի է նրան սովորեցնել, որ կան նման շարժումներ, մենք նրան պատրաստում ենք կողքի շրջվելուն և շրջումներին։ Եթե նա արդեն 3 ամսական է, ապա մենք սովորեցնում ենք նրան շրջվել։ Կան երկու տարբերակ, ոտքից բռնելով մենք օգնում ենք ոտքը բարձրացնելով և սեղմում ենք ներքևի ձեռքը, որպեսզի նա ծալի այն և այդպես նրա մոտ կստացվի։ Կարելի է այսպես էլ օգնել, ձեռքից բռնելով։ Ահա այսպես։ Կամ կարելի է ձեռքից բռնելով անել։ Դե ինչ, տեսնենք, ինչպես ենք ձեռքից բռնելով անում։ Երեխային ավելի հեշտ է շրջվել, երբ ներքևի ձեռքը ծալած է։ Ահա այսպես։ Բուդդայի դիրքով երեխային գրկելով ու հավաքելով գնդիկի պես և ձայն ավելացնելով, մենք հանգստացնում ենք լաց եղած փոքրիկին և նա լավ է հանգստանում։ Ահա այսպիսի խորը, բայց ոչ հաճախակի ճոճումներ։ Եվ վերջում մենք դնում ենք երեխային փորիկի վրա։ Նրանք միշտ չէ, որ դա շատ են սիրում, եթե նրանց մոտ չի ստացվում, մենք այսպես փաթաթում ենք մի գլանաձև տակտիվ ծածկոցից ու դնում կրծքավանդակի տակ, սովորեցնում ենք երեխային հենվել արմունկների վրա, վերականգնում ենք ձեռքերի հենման ֆունկցիան։ Պետք է երեխային փորիկի վրա դնել յուրաքանչյուր կերակրելուց առաջ։